Միացյալ Նահանգների պետքարտուղարի 50 րոպեանոց այցը Հայաստան ընտրություններից ընդամենը 10 օր առաջ մեր երկրի ներքին գործերի միջամտության մտահոգություններ է առաջացնում։ Մեղրիում լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստան դաշինքի առաջնորդ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Ինձ հարցրել են, կարող է սա դիտվել որպես միջամտություն, ես ասել եմ այո։ Իմ որակելու նախաձեռնությունը իմը չէր, բայց իհարկե նման իրավիճակներում մի քանի օր մնացած միջև ընտրությունները, ցենց հրատապ այց չհայտարարված, ոչ հայտնի հանրությանը օրակարգով եւ ցենց նպատակով, իհարկե այդպիսի մտահոգությունների գելիք տալիս։ Հատկապես, որ ստորագրվում են փաստաթղթեր, որոնք մեծ հաշվով բովանդակային չեն, բայց քարոզչական նպատակներով ակտիվ շրջանառվում են։ Վերջերս քարոզարշավի մաս է դարձրել նաև եվրոպական որոշ երկրներից պատվիրակությունների այցը։ Երբ նայում ես թե վերջապես ինչ բովանդակային փաստաթղթեր են ստորագրում, առանձնապես բան չկա, բայց այցը որոշակի քարոզչական բնույթ անկասկած կրում է։ ՔՊԱ-ականների մեղադրանքները, թե ընդդիմադիր որոշ առաջնորդներ Հայաստանում ռուսական շահերն են ներկայացնում, Մոսկվայից աջակցող հայտարարություններ ստանում, հերքում է Հայաստան դաշինքի առաջնորդը, վստահեցնում, որ այդպիսի օրինակներ հնարավոր չէ գտնել։ Փոխարենը բազմաթիվ են եվրոպական երկրներից Փաշինյանի թիմին աջակցող հայտարարությունները։ Ես Ռուսաստանից որևէ հայտարարություն ընդդիմադիրների օգտին չեմ լսել, բայց եվրոպական երկրներից հայտարարություններ իհարկե կան։ Եվ ոչ մեկ հայտարարություն է, այլ ուղղակի սա արդեն ոչ է։ Նայեք, երեմի 10-15 տարի առաջ դա կհամարվեր վատ դրսևորում, այսպես ասենք, բայց հիմա ամեն ինչ խառնվել է։ Մարկո Ռուբիոյի հետ 3 թրիփի վերաբերյալ միջպետական պայմանագիր է նախաստորագրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Քոչարյանը նորից է վստահեցնում, Թրամփի ուղի նախագիծն այս տեսքով որևէ օգուտ չի կարող տալ Հայաստանին, առնվազն այն պետք է ընդլայնել մինչև երասխ։ Փորձ չի արվել վարչապետի կողմից Հայաստանի շահը ներգրավվել այս ծրագրի մեջ, չեն էլ փորձել։ Այսինքն ոնց որ են հրամանավոր կա է կնադի են, որ ասում են ասենց։ Այդ տուզիկության այդ բանը ուղղակի ապշեցուցիչ է ինձ համար։ Տրիպը Միացյալ Նահանգների ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Իմ ձևակերպումը սա է։ Ես չեմ տեսնում նաեւ Միացյալ Նահանգների ուղիղ շահերը այստեղ, ավելի ճիշտ տեսնում եմ շահը Իրանի սահմանում ներկա լինելու հանգամանք։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուին ամենաշատն անհանգստացնում է այն, որ Թրամփի ուղին լրջագույն խնդիրներ կարող է ստեղծել Իրանի հետ շփումներում։ Դրանից խուսափելու տարբերակն այն է, ըստ Քոչարյանի, որ թրիփում ներգրավվեն երկրներ, որոնց վստահում է Իրանը։ Հակառակ դեպքում Հայաստանը կկորցնի Հնդկական օվկիանոսով առևտրային կապի հնարավորությունը, Իրանը չի էլ նկատի Հայաստանի հետ 0.2%-ի չափով առևտրային կորուստը։ Սա միայն ոչ թե սահման է եւ հնարավորություն է առևտուր անել Իրանի հետ։ Այս ճանապարհից մենք օգտվում ենք նաեւ առևտուր զարգացնելու համար արաբական էմիրությունների հետ, ծավալը այստեղ բավական մեծ էր եւ ըստ էության սա ելք է դեպի Հնդկական օվկիանոս։ Եվ սա վտանգի տակ դնել, ասենց մեկ ճանապարհի 43 կիլոմետրանոց մի կտորի ասենց տրանզիտի համար, կներեք սա բանալ ողջամտությունից շատ հեռու է։ Տնտեսական լուրջ վտանգներ են առաջացել նաև Ռուսաստանի ԵԱՏՄ-ի հետ առևտրում։ Քոչարյանի խոսքով ԵԱՏՄ-ից Եվրամիություն անցման ճանապարհին Հայաստանը բացի քաղաքական խնդիրները, նաև տնտեսական խնդիրներ է ստեղծում։ Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը համահունչ չի լինի երկրի տնտեսական շահերի հետ։ Այն ինչ անում է այսօր Հայաստանի կառավարությունը հակառակ ուղղությամբ է տանում երկրի տնտեսական շահերը։ Սա խփելու է ուղղակի ժողովրդի բարեկեցության վրա։ Հենց այս մասին են նաև պարբերաբար ահազանգում ռուս պաշտոնյաները, փորձելով սթափեցնել նաև հայ ժողովրդին, կարծում է Հայաստան դաշինքի առաջնորդը։ Իրենք համարում են, որ հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է, շատ են ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը լինի բարեկամ երկիր, բայց այն հարցազրույցները, այն հայտարարությունները, որ անում են պաշտոնյաները, նշանակում է, որ
բարեկամ երկիր տեսնելով Հայաստանին, իրենք տեսնում են ոչ բարեկամ կառավարություն։ Добрый вечер. Քոչարյանը, որ երկար տարիներ շփվել է Պուտինի հետ, նկատում է համբերատար է Ռուսաստանի նախագահը, բայց նրա համբերության բաժակն էլ է լցվում։ Այդ պատճառով է նա խոսել փափուկ ապահարզանի մասին։ Ռուսաստանի նախագահը երևի նկատել եք, որ շատ համբերատար է եւ միշտ փորձում է ավելի մեղմ, հնարավորինս մեղմ ձևակերպումներ տալ։ Բայց նաեւ ամբողջ sense պատմությունը եւ իր գործունեությունը թույլ է տալիս, որ գնահատել հետեւյալ կերպ, որ գալիս է մի պահ, որ վերջը այդ համբերության բաժակը լցվում է եւ ինքը անձամբ եւ երկիրը պատրաստ է լինում շատ կտրուկ քայլերի։ Նայեք Ուկրաինայի հետ ինչ եղավ։ Մինչ այդ համբերատար փորձում էին, ես ներկայ եմ եղել նաև իմ ժամանակ սկսել էր այդ Ուկրաինայի դեպի արևմուտքը դեպի ՆԱՏՕ այդ շարժը, քաղաքական շարժը։ Եվ տեսնում էի, թե ինչ համբերատարությամբ փորձում էին դա ինչ որտեղ բան անել, զսպել։ Դա Յուշենկոյի ժամանակ էր։ Վերջը նույն մոդելն է այստեղ։ Այս շատ հանգիստ, շատ համբերատար կեցվածքը ընկալվում է որպես, ես չգիտեմ, սխալ են ընկալում որպես համաձայնություն կամ որպես մի կեցվածք, որը կարելի է 2-3 զանգով կամ 200 զանգով փոխել։ Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացուի ձևակերպմամբ ներքին լսարանին հրամցված կրուտիտները արտաքին քաղաքականության դեպքում չեն աշխատում։ Այս ներքին կրուտիտներում իր հաջողությունը նաև արտաքին կրուտիտների հույս է տալիս։ Ենթադրում եմ սա։ Բայց արտաքին հարաբերություններում այդ կրուտիտներ հասկացողությունը ուրիշ անուն ունի, կոչվում է դիվանագիտություն։ Եթե դու դիվանագիտությունը խառնում ես կրուտիտների հետ, վերջը անպայման մի փոսի մեջ ես հայտնում։ Լիլիթ Սարգսյան, Լանա Համբարձումյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։